Այս գիշեր տեղի ունեցածը նախօրեին ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումն է, ասում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։ Հայկական բանակը դիմել է պատժիժ գործողության, թշնամուն պատճառվել է 4 զինծառայողի կորուստ, ավելի ուշ մահացել է ևս մեկը։ Որ հատվածում ինչ ուժերով ու միջոցներով Արծրուն Հովհաննիսյանը չի մանրամասնել։ Դա սակայն ենթադրելի է ելնելով հայկական զինուժի պատժելու բանաձևից։ Թշնամուն պատասխանել համարժեք, բայց պատճառել անհամաչափ մեծ կորուստ։ Ըստ այդմ տվյալ դեպքում խոսք չի գնում հրետանային միջոցների մասին։ Ծանր զինատեսակների կիրառմամբ նախորդ պատասխանը հասցրել էր Արցախի պաշտպանության բանակը, ավերելով թշնամու մի քանի ռազմավան։ Ի դեպ, մեր հետախուզության շնորհիվ այն օրերին տեղեկացանք, թե ադրբեջանական բանակի ղեկավար կազմը ինչ առհամարանքով է վերաբերվում սեփական զինվորներին, նրանց անվանելով ոչխար։ Այսօրվա պատասխան պատիժն ամենայն հավանականությամբ իրականացրել են մեր հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ինչպես են նրանք գործում, առաջին ալիքը բացառիկ ու եզակի հնարավորություն ունեցել է ներկայացնել այս տարվա փետրվարին։ Այդ օրը Զորամասում ծրագրված նյութը վերածվեց մարտական առաջադրանքի նկարահանման, կապված պատրաստվող դիվերսիայի մասին տեղեկություն ստանալու հետ։ Դարանակալման վայրում մենք նրանց կրկին հանդիպեցինք 20 ժամ անց։ Մուտք ընկնելուց մի կես ժամ 40 րոպե առաջ խումբը միշտ նստում է հրամանների ճշտում, հրամանատարի կողմից որոշակի ցուցումներ լրացուցիչ ստանալու համար։ Նկատել ենք ՈՒԱԶ-մակնիշի ավտոմեքենա, հավանաբար իրենց հրամանատարի մեքենան էր։ Այդ օրն Ալլահը խնայեց մի քանի ադրբեջանցու կյանք, նրանք այդպես էլ չեկան ու չընկան դիմավորողների թակարդը։ Ի տարբերություն այսօրվա, երբ թշնամու պատժելը անխուսափելի էր։ Ընդհանուր առմամբ վերջին 2 օրում Ադրբեջանը կորցրել է 12 զինծառայող։ Սա ի հավելում են ապրիլին գրեթե գլխովին ջախջախված հատուկ նշանակության 052 բրիգադի, որի մարտունակության պատասխանատուն Թուրքիան է։ Շեշտենք, ոչ հանցանքը, ոչ էլ պատիժը չէին լինի միջնորդների առաջարկած հետաքննության մեխանիզմի ներդրման պարագայում։ Սակայն Բաքվում դեռ չի հաղթահարվում Արցախի հանրապետության հնարավոր ճանաչման բարդույթը։ Ադրբեջանի ղեկավարությունը դիտարկում է դա որպես ստատուս քվոյի ամրապնդում, այսինքն սահմանազատում, որը որ միջազգայինորեն դիտարկվելու է եւ կամրապնդվի, այսպես ասած, միջազգային սահմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի։ Կոնկրետ վերջին 2 օրվա առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատեց, որ տիրապետում է անհերքելի ապացույցների ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ։ Նման պնդումը նշանակում է, որ բացի միջազգային կառույցների սեղանից, դրանք վաղ թե ուշ վստահաբար հայտնվելու են նաև մամուլում եւ Facebook-ում։ Արթուր Գրիգորյան, Առաջին ալիք։